Ողջույն բոլորին, US Armedia YouTube-յան ալիքում սկսում ենք հերթական աշխատանքային օրը, ես Հարություն Մինասյանն եմ և իմ անսահման երախտագիտությունն եմ հայտնում 3 մեր ալիքին բաժանորդագրված յուրաքանչյուրին։ Շնորհակալ եմ արձագանքելու համար, իսկ բոլոր նրանց, ովքեր դեռևս չեն բաժանորդագրվել, հիշեցնեմ դեկտեմբերը մարաթոնյան ամիս է, ցանկանում ենք տարին եզրափակել 26000 բաժանորդով, այնպես որ յուրաքանչյուր նոր բաժանորդագրություն մեզ համար մեծ նվեր է ամանորի նախաշեմին։ Կանխավ շնորհակալ եմ իդեպ։ Եվ սկսենք լուրերը Լոս Անջելեսից։ Մի տղամարդ է ձերբակալվել կենտրոնական շրջանի դաշնային շենքում այրման փորձ իրականացնելու կասկածանքով։ Նրան կապում են նաև նախորդ օրը Կորեա Թաունում տեղի ունեցած մեկ այլ հրդեհի հետ, որը գրեթե 100 տարվա հնությամբ բազմաբնակարան շենք է։ FBI-ը հայտնել է, որ ձերբակալել է Լոս Անջելեսում բնակվող 54-ամյա Խոսե Ֆրանսիսկո Խովելին դաշնային շենքի վրա իրականացված հրկիզման հետ կապված։ LA Times-ի տվյալներով Խովելը հրդեհել է Կորեա Թաունի բնակելի շենքի իր բնակարանը։ Խովելին առաջադրվելու է հրկիզման և պայթուցիկ նյութերի հետ կապված մեղադրանքներ։ Միացյալ Նահանգներում մեծ արձագանք է ստացել երեխաների համար ստեղծված նոր խնայողական ծրագիրը, որը հայտնի է որպես Trump Account։ Ծրագիրը ստեղծվել է հանրապետականների ընդունած հարկային և բյուջետային փաթեթով և դրա նպատակն է ապագա սերունդներին տալ ֆինանսական մեկնարկային աջակցություն։ Ըստ ծրագրի, Ամերիկայում ծնված յուրաքանչյուր երեխա 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի հունվարի 1 ժամանակահատվածում ունենալով Social Security number ավտոմատ պետության կողմից ստանալու է $1000։ Ծնողները, ընտանիքի անդամները և բարեկամները կարող են այդ հաշվին տարեկան ավելացնել մինչև $5000։ Գումարն անհասանելի լինելու մինչև երեխայի 18 տարեկան դառնալը։ 18 տարեկանից հետո այդ գումարը կարող է օգտագործվել ուսման համար, առաջին տան կանխավճարի համար կամ բիզնես սկսելու նպատակով։ Ցանկության դեպքում երիտասարդը կարող է շարունակել պահել ու ներդնել նոր գումարներ։ Մայքլ և Սյուզան Դելերը 11-րդ ամենահարուստ մարդիկ հայտարարել են նոր նախաձեռնության մասին $6.25 միլիարդ ծավալով։ Նրանք 25 միլիոն երեխայի կտան յուրաքանչյուրին $250, բայց այն երեխաներին, որոնք չեն համապատասխանում Trump Account-ի սկզբնական պայմաններին, այսինքն Դելերի $250 կստանան 10 տարեկանից ցածր, բայց 2025 թվականից առաջ ծնված երեխաները, իսկ Trump Account-ով $1000 ստացող նորածինները չեն ստանա Դելերի $250։ Այսպիսով ծրագիրը փաստորեն ընդգրկում է երկու խմբի երեխաների, փոքրերին և նորածիններին, բայց տարբեր ձևաչափերով։ Trump Account-ի մասին։ Ծնողները պետք է միանան ծրագրին 2026 թվականի հուլիսի 4-ից հետո, ակտիվացնեն հաշիվները կառավարության տրամադրած հարթակի միջոցով։ Ցանկության դեպքում, իհարկե, ինչպես նշեցի, ավելացնեն գումար տարեկան մինչև $5000։ Դելերի $250 ստանալու համար ծնողները նույնպես պետք է գրանցվեն, բայց արդեն Invest America հարթակում։ Հաշվի ակտիվացումը պահանջում է երեխայի և ծնողների Social Security-ի տվյալները։ Կուտակված գումարները նույնպես կմնան փակ մինչև երեխայի 18 տարեկանը։ Ամերիկայի հյուսիս-արևելյան նահանգները դիմավորել են սեզոնի առաջին խոշոր ձնամրիկը։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը ձմեռային փոթորիկի նախազգուշացումներ է տարածել Մասաչուսեթսի, Նյու Հեմփշիրի, Վերմոնտի, Մեյնի, Կոնեկտիկուտի և Նյու Յորքի համար։ Երեքշաբթի առավոտյան արդեն ամբողջ տարածաշրջանում ձյուն էր տեղում։ Տեղումների պատճառով հյուսիս-արևելքում մի շարք դպրոցներ ու պետական գրասենյակներ փակվել են։ Նյու Յորքի վերին շրջաններում տասնյակ դպրոցներ չեղարկել են դասերը կանխատեսված 15 սանտիմետրից ավելի ձյան պատճառով։ Ձյունը սկսվել էր դեռևս լուսադեմին։ Ճանապարհները դարձնելով նաև սահուն ու վտանգավոր։ Ձմեռային եղանակը լուրջ խնդիրներ էր առաջացրել նաև Օհայոյում։ Սառույցով պատված ճանապարհները պարալիզացրել էին երթևեկությունը։ Գիշերային տեղումները նահանգի հարավում թողել էին 7-ից 12 սանտիմետր ձյան շերտ։ Քլիվլենդով անցնող I-70 մայրուղու մի հատված փակվել էր վթարի պատճառով։ Փենսիլվանիայում ձյունը խոչընդոտել էր երթևեկությանը, այստեղ շուրջօրյա հերթապահում են ավելի քան 600 աշխատակից, որոնք մաքրում են ճանապարհները։ Զոր ու գիշեր ավելացնենք նաև դա։ Ձմեռը նաև իր գեղեցիկ կողմն ունի։ Ալթադենայում պատրաստվում են այս հանգստյան օրերին վերստին ընդունել համայնքին Christmas Tree Lane-ում, նշելով ավելի քան 1 տարի ավանդույթի ամբողջական վերադարձը։ Շուրջ 1 տարի այն բանից հետո, երբ հունվարյան անտառային հրդեհները վրասել էին համայնքի ստորոտային հատվածները։ Կազմակերպիչները բնակիչներին հրավիրում են մասնակցելու դեկտեմբերի 6-ի լուսավորման արարողությանը, նշելով, որ այս տարվա տոնական միջոցառումը ունի հատուկ նշանակություն մեր անցած փորձությունների, հատկապես Ethan Fire-ի հետևանքների պատճառով։ Winterfest-ը նախատեսված է անցկացնել ժամը 3-ից մինչև երեկոյան ժամը 9, իսկ հիմնական լուսավորման արարողությունը տեղի կունենա ժամը երեկոյան 6-ին գլխավոր բեմում։ Christmas Tree Lane-ը ձգվում է մոտ 1 մղոն Santa Rosa Avenue-ով, Woodbury Avenue-ից մինչև Altadena Drive։ Պաշտոնական տեղեկության համաձայն
Christmas Tree Lane-ը համարվում է Միացյալ Նահանգներում ամենահին մասշտաբային բացօթյա Սուրբ Ծննդյան լուսավորության ցուցադրությունը։ Santa Rosa Avenue-ի երկայնքով բարձրահասակ ծառերը տնկվել են շուրջ 135 տարի առաջ, իսկ առաջին տոնական լույսերը տեղադրվել են 1920 թվականին Ալթադինայի բնակիչ եւ Փասադինայի գործարար Ֆրեդերիկ Նաշի նախաձեռնությամբ։ 1990 թվականին Christmas Tree Lane-ը ճանաչվել է Կալիֆոռնիայի պետական պատմական հուշարձան եւ ներառվել է ազգային պատմական վայրերի ռեգիստրում։ Միջազգային մեկ թեմայով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեղադրանքներ է հնչեցրել Արևմուտքի հասցեին, հայտարարելով, որ Ուկրաինայի եվրոպական դաշնակիցները խափանում են Միացյալ Նահանգների առաջնորդած խաղաղ գործընթացը։ Նրա այս հայտարարությունները հնչել են նախքան Կրեմլում կայացած բարձր մակարդակի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ուղարկված պատվիրակության հետ։ Պուտինը նշել է, որ եվրոպական երկրները չունեն խաղաղության օրակարգ, եւ ըստ նրա, խաղաղության առաջարկները փոխվում են այնպես, որ դրանք Ռուսաստանի համար բացարձակ անընդունելի դառնան։ Նա մեղադրել է նրանց խաղաղ գործընթացը արգելափակելու մեջ, նպատակ ունենալով պատասխանատվությունը բարթել Մոսկվայի վրա։ Միաժամանակ Պուտինը պնդել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմ սկսել Եվրոպայի հետ, սակայն հայտարարել է, որ եթե Եվրոպան սկսի պատերազմ, Ռուսաստանը անմիջապես պատրաստ է։ Կրեմլել այցելել ԱՄՆ հատուկ բանագնաց Ստիվ Վիտկոֆը եւ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։ Վիտկոֆը խոսելով թարգմանիչի միջոցով նշել է, որ պատվիրակությունն արդեն հասցրել է շրջել Մոսկվայում եւ քաղաքը բնութագրել հիասքանչ։ Պուտինի հետ հանդիպումը համարվում է ամենակարևոր փուլերից մեկը Թրամփի խաղաղության նախաձեռնության շրջանակում, որը վերջին շաբաթներին նոր ընթացք է ստացել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ ակտիվացրել է իր դիվանագիտական շրջագայությունները Եվրոպայում ստանալու դաշնակիցների աջակցությունը խաղաղության ցանկացած գործընթացում։ Զելենսկին Իռլանդիայում հայտարարել է, որ սպասում է ԱՄՆ պատվիրակության ուղիղ հաղորդագրություններին Մոսկվայի հանդիպումից հետո հասկանալու, թե արդյոք հնարավոր է առաջընթաց ապահովել։ Նրա խոսքով օրն այնքան կարևոր է, որ շարժումները կարող են փոխվել ժամ առ ժամ։ Եվ եթե բանակցությունները արդար ընթացք ունեն, ինքը պատրաստ է շուտով հանդիպել ամերիկյան կողմի հետ։ Դիվանագիտական այս ակտիվության ֆոնին մարտերը շարունակվում են։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է կադրեր, որոնք ըստ Մոսկվայի ցույց են տալիս ռուս զինվորներին Պոկրովսկի կենտրոնում։ Կրեմլը հայտարարել է, որ հրամանատարները Վլադիմիր Պուտինին զեկուցել են արևելյան Ուկրաինայի կարևոր երկաթուղային ու ավտոճանապարհային հանգույցի ամբողջական գրավման մասին, ինչպես նաև հարավային մեկ այլ քաղաքի մասին։ Ուկրաինայի բանակը, որը 2024-ի կեսերից դիմակայում է ռուսական առաջխաղացմանը Պոկրովսկի ուղղությամբ, հերքել է Մոսկվայի հայտարարությունը։ Պոկրովսկը Դոնեցկի մարզի կարևոր լոգիստիկ եւ տեղափոխման կենտրոնն է։ Այն գտնվում է ռազմավարական ճանապարհի վրա, որով Ուկրաինա մատակարարում է իր այլ դիրքերը։ Պատերազմից առաջ քաղաքում ապրում էր շուրջ 60,000 մարդ, որոնք այժմ հիմնականում տարհանվել են։ Ռուսական մեդիան Պոկրովսկին կոչում է դարպաս դեպի Դոնեցկ։ Քաղաքի ծավալուն գրավումը թույլ կտա Մոսկվային հյուսիսային ուղղությամբ շարժվել դեպի Դոնեցկում Կիևի վերահսկողության տակ մնացած գլխավոր քաղաքները Սլավյանսկ եւ Կրամատորսկ։ Բանակցությունների վերաբերյալ դեռևս մանրամասն հրապարակումներ չկան, կսպասենք ամերիկյան կողմի հրապարակումներին եւ այն կներկայացնենք արդեն մեր երեկոյան թողարկմանը։ Կալիֆոռնիան հաջորդ տարի կանխատեսվում է, որ բազմամիլիարդ դոլարային բյուջետային պակասորդ է ունենալու։ Դա այն հիմնական հարցերից է, որոնք օրենսդիրներն ակնկալում են քննարկել առաջիկայում։ Օրենսդրական վերլուծության գրասենյակը հրապարակել է զեկույց, ըստ որի նահանգը հաջորդ ֆինանսական տարում կանգնելու է 18 միլիարդ դոլարի բյուջետային պակասորթի առաջ, իսկ տասնամյակի մնացած ընթացքում տարեկան շուրջ 35 միլիարդ դոլարի մշտական պակասորթի։ Բյուջեն պետական կառավարման ամենակարևոր գործիքներից է, քանի որ այն որոշում է, որքան գումար է Կալիֆոռնիան ծախսում կարևոր ծրագրերի վրա, կրթությունից մինչև հրդեհաշիջում, ջրային պաշարների կառավարում եւ այլ ոլորտներ։ Օրենսդիրները հունվարին կվերադառնան նահանգային օրենսդիր մարմին եւ կսկսեն լսումներ քննարկելու խնդրի լուծման հնարավոր տարբերակները։ Այդ նույն ժամանակահատվածում նահանգապետ Գևին Նյուսոմը կներկայացնի իր առաջիկա տարվա նախնական բյուջետային նախագիծը։ Օրենսդրական ժողովի խոսնակ Ռոբերտ Ռիվասը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմի քաղաքականությունն ավելի է վատթարացնում Կալիֆոռնիայի ֆինանսական վիճակը։ Հանրապետական սենատոր Թոնի Սթրիքլենդը անհամաձայնություն է հայտնել Ռիվասի գնահատականին։ Միայն քաղաքականության մեջ կարող ես մեկ ուրիշին մեղադրել այն աշխատանքի համար, որը դու ինքդ լավ չես կատարում, ասել է Սթրիքլենդը։ Կալիֆոռնիան եկամուտների խնդիր չունի, խնդիրը անարդյունավետ ու վատնված ծախսերն են։ Մենք շարունակում ենք ավելի շատ գումար ծախսել, քան հավաքում ենք։ Դա պարզապես տարրական մաթեմատիկայի հարց է, ավելացրել է նա։ Կալիֆոռնիայի ֆինանսների վարչության փոխտնօրեն Փալմերը հայտարարել.
Այս տարվա բյուջետային բացը փակվել է լուծումների համադրությամբ, ներառելով դժվար, բայց անհրաժեշտ քայլեր զսպելու շարունական ծախսերի աճը եւ պահպանելու բյուջեի կայունությունը։ Առաջիկա շաբաթների ընթացքում նահանգապետը վերջնական տեքստի կբերի իր առաջարկները, ներկայացնելու թե ինչպես է նախատեսում հաղթարել արդեն հաջորդ տարվա ֆինանսական խնդիրները։ 27-ամյա Լուիջի Մանջիոնեն վերադարձել է Նյու Յորքի դատարան լսումների, թե արդյոք դատախազները կարող են օգտագործել նրա ոստիկանությանը տված հայտարարությունները ապագա դատավարության ընթացքում։ Մանջիոնեն ձերբակալվել էր 2024 թվականի դեկտեմբերին եւ մեղադրվում է United Healthcare ընկերության գլխավոր տնօրեն Բրայան Թոմփսոնի սպանության մեջ, որը տեղի էր ունեցել Մանհեթենում փողոցի վրա։ Մանջիոնեն չի ընդունում առաջադրված մեղադրանքների եւ սպասում է, որ դատավարությունը կմեկնարկի արդեն հաջորդ տարի։ Չնայած պետական պաշտոնյաների խիստ դատապարտմանը, դեպքը որոշ ամերիկացիների շրջանում նրան դարձրել է մի տեսակ հանրային պաշտպան ճակերտավոր, առողջապահական բարձր ծախսերի դեմ բողոքողների համար։ Դատարանի դրսում նրանցից մի քանիսը պաստառներ էին պահում Free Luigi գրությամբ։ Դատական նիստի ընթացքում ցուցադրվել են տեսագրություններ, որտեղ ոստիկանները Մանջիոնեի հետ խոսում են Մակդոնալդսում ավելի քան կես ժամ մինչև նրա ձերբակալումը։ Պաշտոնական կողմը պնդում է, որ այդ խոսակցությունների ժամանակ նրան չեն զգուշացրել ինքնախոստովանությունից պաշտպանվելու իր իրավունքների մասին, հետևաբար հայտարարությունները պետք է ճանաչվեն անընդունելի դատարանում։ Փաստաբանները նաև փորձում են արգելափակել այն ապացույցների օգտագործումը, որոնք ըստ ոստիկանության գտնվել են նրա ուսապարկում, 3D տպած ատրճանակ, խլացուցիչ, էլեկտրոնային սարքեր եւ գրառումներ, որոնք կարող են կապվել սպանության հետ։ Դատախազները հակադարձում են, որ որոնումն ու հարցաքննությունը եղել են օրինական եւ պահանջում են, որ ապացույցները թույլատրվեն դատավարության ընթացքում։ Ակնկալվում է, որ լսումները կշարունակվեն ամբողջ շաբաթ, ներառելով Մանջիոնեի ձերբակալությանը մասնակցած ոստիկանների ցուցմունքները։ Նա նաև մեղադրվում է առանձին դաշնային գործով, որտեղ դատախազները նախատեսում են պահանջել մահապատիժ։ Այս ժամի համար նախատեսել էի այսքանը, կհանդիպենք երեկոյան թողարկման ժամանակ։ Ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։